Տիրոջ անունը մեծ արվեսելն իրապես մենք այսօր ոչ թե մենակ այսօր պատերազմի մեջ ենք, երբ որ ներս ենք եկել Տիրոջ տունը, մտել ենք պատերազմի մեջ։ Շատեր տանուլ են տվել պատերազմը բարի, պատերազմը, բայց մենք տակավին այսօր, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, ելեք ու պատերազմեք ձեր ընտանիքների, ձեր երեխեքի, ձեր կանանց համար, այսինքն մենակ մեզ չի վերաբերում սա։ Այդպես անելով մենք էլ կապրենք, կապրեցնենք նրանց, ովքեր մեզ մտիկ են տալիս։ Մենք անելիքներ ունենք սելներ։ Այո, եղբայրը հիշատակեց աղոթքին վերաբերող շատ կարևոր է այսօր կրկնում եմ գիրքը հիշատակումը անդադար, այսինքն ոչ մի արանք չտաս։ Եվ արդարների ճամփան այդ տեսակ է, ծագող լույսին պես է, որ գնալով ավելին լուսավորվում է։ Գնալով, աղոթք անելով, ծոմ պահելով, քարոզելով, վկայելով, տարածելով, գործելով։ Մեծարվի Տիրոջ անունը։ Մենք այսօր սելներ մեր ապահովությունը խիստ կապված է նրա հետ մտերմությունից, մեջը լինելուց։ Տեր Հիսուսն ասեց չէ, իմ մեջը սկացեք, ես ձեր մեջը շատ պտուղ կբերեք։ Այդ աստիճանի մտերիմ 5 կտակարանում Աստված գնում էր Իսրայելի հետ։ Նոր կտակարանում Տերը ֆիզիկապես հավատացողների հետ էր, այսօր Սուրբ Հոգին մեր մեջն է։ Ավելի գերազանց ասա, որովհետև Տերը ասեց, որ լավ է ես գնամ, որ գնամ Սուրբ Հոգին կգա, փառք Սուրբ Հոգուն։ Այստեղ ներկա է ասելները։ Առանց նրա մենք կուլ կգնանք թշնամուն։ Առանց նրա մեզի հպարտացած ջրերը կուլ կտան։ Օրհնյալ լինի նա, որ մեզ թշնամու ատամներին ворս չտվավ, մեր անձերը ազատեց, ինչպես ճնճղուկը որսորդի ձեռքից։ Եվ Սուրբ Գիրքն ասում է Սաղմոսը, որոգայթը կոտրվեց, փշրվեց, ու մենք ազատվեցինք։ Մեր օգնությունը Տերիցն է, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։ Մենք այսօր խիստ մտերմության կարիքը ունենք Տիրոջն։ Այս օրերին մանավանդ մենք կարդում ենք Տիրոջ խոսքի մեջը երկերքոց 3-րդ գլուխ առաջին համարից Իմ անկողնի մեջ գիշերը ես որոնեցի իմ հոգի սիրածին, ես որոնեցի նրան, բայց չգտա, վեր կենամ շուր կամ քաղաքումը, փողոցներումն ու հրապարակներումը, որոնեմ իմ հոգի սիրածին, նրան որոնեցի, բայց չգտա, քաղաքի մեջ շուր եկող պահապաններն ինձ գտան, իմ հոգի սիրածին տեսել եք, հազիվ թե անց էի կացել նրանցից, որ գտա իմ հոգի սիրածին, նրան պահեցի և բաց չթողեցի, մինչև որ նրան տարի իմ մոր տունը և իմ ծնողի սենյակը։ Սաստիկ մտերիմ էր իր հոգու սիրածի հետ։ Ցերեկը հա, գիշերը, կես գիշերին էլ բաց թողած չէր, սովոր էր, իր հոգու սիրածը, իր անկողնու մեջ իր հետ լինի։ Հոգու սիրածը ես հասկանում եմ Տեր Հիսուս Քրիստոսին։ Էլով կարա մեր հոգու սիրածը երկրի վրա իրանից ջոգզատ, ինչպես Սաղմոս 2-ն ասում է, ուրիշ մեկին չեմ ուզում, ոչ երկնքում, ոչ երկրի վրա քեզանից ջոգզատ, ով կարա ուրիշ լինի, եթե ոչ Տեր Հիսուս Քրիստոսը, որ անձը դրել է մեզի համար խաչին վրա, մահանալով, որ մենք ապրենք հավիտյանս հավիտենից։ Ուրիշ մեկը մեզ համար չպետք է լինի,
հոգու սիրած։ Եվ հանկարծ անկողնի մեջ սա տեսավ չկա իր հոգու սիրածը, չկա այդ մտերմությունը, նա շունչը ներկայությունը չի զգում։ Իմիջիալուց ասեմ ես խոսքս միջուկը վերաբերում է այդքան քիպ, շատ քիպ, Աստծո հետ շատ մտերիմ, կրկնեմ նրա մեջը եւ նա մեր մեջը։ Սա ապահովությունն է մանավանդ այս օրերին շատ կարեւոր է, որ թշնամուն նետը չհասնի մեզ, գա խփի Հիսուսին ու կանգնի։ Նա դրոշակ է, երբ որ Սուրբ Գիրքն ասում է թշնամին գա Տիրոջ հոգին դրոշակ կանգնի։ Այս տեղանքը գրաված է, մենք պատկանում ենք կենթանի Աստծուն եւ մեկը մեզի նրա ձեռքից չի կարող խլի։ Մենք ապահովված ենք սներ եւ ասեմ իմիջիալուց որ մենք որ եկել ենք այս վայրը մենք ընտրյալ ենք ուրեմն։ Մեզ Աստված ուրեմն հավանել է, բայց սա վերջը չի։ Օգնի Տերը մենք մինչև վերջ գնանք սներ։ Պսակը տրվում է վերջավորության մեջ եւ անձամբ Տեր Հիսուս Քրիստոսն է տալու մեզի եւ մեր արդյունքները սրբելու, ասում է Աստծո խոսքը։ Արդյոք գիշերը քնելու համար չի, նորմալ երևույթ չի, մարդու համար ինչ աղոթքի, ինչ հոգու սիրածի մասնա խոսքը կես գիշեր ընդամենը մարդու օրգանիզմը պահանջում է քնելու համար է։ Մեր Աստված պաշտությունը պետք է լինի սներ շրջօրյա, լիք աղոթքների կարիք ունենք։ Երեք քույրիկ էր Հունաստանից զանգեց, վերցեցի, ասեց, մամաս տեսիլ կա տեսել, ասեց, եւ ասма ուզում էր աղոթի ուրիշ եղբայրների համար, ասма հա քո անունն է բերամ, ասма Տերը բերում հա քո անունը, եւ մի հատ հայտնություն ասեց, իհարկե սա անձնական վերաբերում է, հորդոր է, սա հորդորանք է, սա փառատկացն, որ Տերը տեսնում է, եթե ընկճվածություն է գալի, հորդորանքը հետևից գալիս է։ Եթե սայթակում է, օգնությունը հետևից գալիս է, եթե տկարությունը, զորությունը վերևից գալիս է, Տեր Հիսուսը ինքը անձամբ մենք տեսնում ենք եւ զարմանալի է ինչ որտեղ ինձի համար արդյոք Հիսուսը տկարացավ, որ հրեշտակը արդյոք հրեշտակի ումուտն ընկավ Տերը։ Արդյոք հրեշտակի կարիքն ուներ, մենք մեկս մյուսից կարիքն ունենք, մենա թույլը տկար ինձ համար ավելի ընդունելի ասելներ, լավա Տիրոջ տան շեմին, քանստի ամբարիշների ճոխ պալատների մեջը։ Լավա Տիրոջ տան շեմին, այն ամենախոտուտող կներեք իհարկե, քրիստոնյան, ավելի ընդունելի է Տիրոջն, արժե սրա հետ քեզ կաշկանդված չես զգում, լավ ես զգում, թեպետ խոտուտողա, գիրք չի կարդում, բայց մեկը պատկանում է Տիրոջն հետ, տատիկը 90 տարեկան, որը սպասում է Տիրոջն գալու իմիջիալուց, եւ որ տարիքի մեջ ենք սրում, մենք պետք է արդեն սպասում ենք, էլ Տերը մեզան շատ չի պահանջում Սիմոն Ծերունին, մենք տեսնում ենք Սուրբ Գիրքն ասում է, նա սպասում էր Տիրոջ գալստյանը, տեսնի Տիրոջը, սպասում էր Հիսուսին, տեսնի փրկությունը եւ տեսավ։ Շատ չփնտրեց դեսդեն ընկավ։ Մի քիչ առաջ գնաց, պահապանները գտան։ Պահապանները ես կարծում եմ ուզում եմ նմանեցնեմ հրեշտակների հետ։ Սանց հարցրեց։ Պահապաններն իրան գտան, պահապանները մոտեցան։ Անհանգստացավ երկինքը, տեսավ որ դու անհանգիստ ես, Տիրոջն փնտրում ես, որոնում ես քո հոգու սիրածին, քո անկողնու մեջ, նրան չես տեսնում։ Նրան չես զգում, եւ շատ հավատացյալներ այսօր չենք զգում, չենք տեսնում, տեսնելու ենք, բայց եթե սրտով մաքրվենք, Սուրբ Գիրքն ասում է, Երանի սրտով մաքուրներին, որոնք Աստծուն պետք է տեսնեն, գրեթե շոշափելի երկրի վրա եւ փաստ երկնքում, եթե մնանք հավատքի, սիրո, սրբության մեջ, մեզի հասկացնում է Տիրոջն խոսքը։ Մի քիչ էլ առաջ գնաց եւ գտավ իր հոգու սիրածին։ Կես գիշերը արդյոք հափշտակությունը կես գիշերին չի լինելու, մեզի հարկ չի արթուն լինենք։ Արդյոք կես գիշերին ձայն չլսվեց, արդյոք Տիրոջ գալուստը գողի նման չի լինելու եւ չգիտենք կես գիշերին, միգուցե կես գիշերին։ Սա մեզ կոչ անում Սուրբ Գիրքը, որ մենք ամեն վայրկյան պատրաստ լինենք եւ նայա մեզ պատրաստողս լիներ։ Երբ որ նա գա, մեր գլուխները բարձրացնենք։
Շատերը թողել են փնտրելը, շատ էլ խաբված վիճակ կա, որ դες գտել եմ 7 տարի առաջ, ու դրանով վերջակետ։ Հոգևոր կյանքի այն տեսակ է, որ կարող է նորից դու կորցնես, կարող է մոլորվես, Տերը հավատարիմ է, խոստացողը եւ կկատարի էլ ասма Աստծո խոսքը։ Ենովքի համար մենք կարդում ենք Տիրոջ խոսքի մեջ ծննդոցում, որ Ենովքը քիփեր Աստծոյ հետ։ Ենովքը վարվեց Աստծոյ հետ։ Կնոջ հետ չի, մինուճար եղբոր հետ չի, մինուճար երեխու հետ չի։ Աստծոյ հետ վարվեց եւ գրված է, որ վերցվեց։ Շատ մտերիմ էր, շատ կապված էին, ոնց որ թե մի օր Ենովքն ասի, «Всё հերիքա, քեզ արի գնանք իմ տուն»։ Եվ տարա իմ մորս սենյակը, տուն, ասма Տիրոջն խոսքը, մինչև որ նրան տարի իմ մոր տունը եւ իմ ծնողի սենյակը։ Մոր տունը, ծնողի սենյակը, ես հասկանում եմ, սա այսօր եկեղեցին է։ Այստեղ կարած նրա հետ հարաբերվես, այստեղից է փրկությունը հրյաներից ասма Տիրոջն խոսքը, այստեղ դերը ներկա, նամակը գրեց եկեղեցուն Աստված։ Եվ շատերս եղբայրներ քույրեր այսօր կորցրել ենք, կամ օտարացել ենք, կամ հեռացել ենք, կամ հետ ենք մնացել, բայց չկա այդ անհանգստությունը, չկա այդ տագնապը։ Վերկացավ կես գիշերին, ընկավ ճամփեքը, դեսդեն ընկավ, փնտրեց եւ հաջողվեց։ Մեզ կտակարանն ինչ ասում, չէ՞, ամեն փնտրող գտնում, ամեն թակողի համար բացվում է, ամեն խնդրողի տրվում է։ Նայած մենք ինչ փափագով եւ ովքերս որ Տիրոջ են գիտենք, եղել ենք նրա հետ, ես կարծեմ թե սներ Տերը խաչի վրա ամենածանրը Հիսուսյաման սա էր, որ Աստծո ներկայություն իրան բաց թողեց։ Եվ խաչի վրա մենք տեսնում ենք Տերը կանչեց Աստված իմ, ինչու ինձ թողեցիր։ Ամենածանրը կարծում եմ Հիսուսի համար սա էր։ Նա բանը մարդկանց հետ չէր այդ պահին, նա բանը Աստծոյ հետ էր եւ նոր կտակարանը մեզ նույնն ասեմ, մեր բանը Աստծոյ հետ ասել, կարևորը սա է, Եսուն ասեց, ինչ ասում Աստված, դու հրեշտակ ես, քո տեղն ես, ամենքն իրանց տեղն են, բայց ինչ ասում Աստված, նա խոսքն է, որ կնիքը վրին է, էական է։ Եվ մենք այսօր գնանք նրա հետևից, նա ներս մտնենք նրա մեջը, նա տակավին թակում է շատերի կյանքում, եթե բացես, ասма կմտնեմ ու հետդ ընթրիկ կանեմ, նա ուզում է, որ մենք իր հետ բերան խոսանք, եզակի դեպքեր, Մովսեսը Աստծոյ հետ բերան խոսում էր, բայց այսօր Աբրահամը խոսում էր Աստծոյ հետ, բայց այսօր համատարած հոգին տված ամեն մեկերիս, Սուրբ Հոգին հայտնության, որ մենք կարող ենք Տիրոջն հետ, աղոթքը սա է, աղոթքը միակողմանի չէ, որ մենք ասում ենք, լիքը բաներ ենք ասում, իսկ ինչ ասում քեզ Աստված, քո վիճակի վրայով, բերեք ոտքի վրա գանքսներ։ Այսօր մենք նրան ավելին քիփանալու կարիքն ունենք, անհատապես, դրանից կախված է քո փրկությունը եւ քո միջոցով շատերի փրկությունը, եւ որ Աստծո ներկայությունը, մոտիկությունը գալիս ասել, մենք կոտրվում ենք, մենք ուզում ենք հաղոտ կանել, մենք ուզում ենք ավելին մոտենալ եւ հենց տենց էլ կոչ անում Տիրոջն խոսքը, չէ, մոտեցեք Աստծուն եւ նա ձեզ կմոտենա։
մնալ Աստծո մեջ եւ Աստված մեր մեջ։ Սա է հոգեվոր կյանքը, որ մնալ Աստծո մեջ եւ Աստված մեր մեջ։